AI խոշորագույն հնարավորություններ է բացում, մանավանդ այն երիտասարդի համար, որ նպատակներ ունի իր համար դրած կյանքի մեջ, շատ մեծ հնարավորություններ է ստեղծում, բայց նաև իր հետ բերում է որոշ վտանգներ։ Հետևաբար շատ կարևոր է, որ երիտասարդները սպառողի կարգավիճակում չգտնվեն, որ AI իրանց ինչ մատուցի, այդ որտեղ շատ կայտակվիչ է, շատ ակիր է, լավ հասկանան AI ինչ է, ոնց է աշխատում, լավ դիրաբետեն, այսինքն պահպանողական վիճակում չհայտնվեն, որ խուսափեն AI-ից, որտեղ դա հնարավոր չի լինելու, այլ ընդհանրակը իրանց կամքը բարդացրեն AI գործիքների վրա, իրենց ստեղծագործական, պրոֆեսիոնալ եւ այլ նպատակների համար։ Հաճախ լսում ենք, ասում են AI չի որ քո աշխատանքը պիտի խլի, այլ մի պրոֆեսիոնալ, որ դիրաբետում է AI-ին, ես ասում եմ չէ։ Մի հայ պատանի, որը դիրաբետում է AI-ին, խլելու է քո աշխատանքը, որտեղ իսկապես այդ հնարավորությունը լինում է։ Եվ մանավանդ Հայաստանի նման երկրի համար, որտեղ աշխատուժը փոքր է, մենք Եգիպտոս, Թայլանդ, Հնդկաստան չենք։ Հիմա արդեն AI-ի գործոնը լրիվ փոխում է այդ հավասարումը, որովհետև AI շատ կա։ Ես կարող եմ տասնյակ հազարավոր AI-ներ աշխատացնել, լինելով մեկ հայ երիտասարդ։ Մեծ հնարավորություններ է բացում, պետք է դրանցից օգտվել, բայց որովհետև շատ արագ է փոխվում, պետք է նաև նոր հմտություն ձեռք բերել, արագ սովորելու հմտությունը։ Գնալով դժվար է լինելու ծնող լինելը, որովհետև խոսքը գնում է որոշումներ կայացնելու եւ երիտասարդին կամ երեխուն ուղղորդելու մի թեմայի մեջ, որը դու էլ լավ չես տիրապետում։ Բարդ է, պետք է անպայման, բայց փորձել ինչքան հնարավոր է դեղեկացված լինել, չհավատալ եւ այդ ռեկլամային խոստումներին, բայց նաեւ չհավատալ այդ վախեցնող կողմին, որովհետեւ եթե շատ վախենաս, քո երեխան հերույ է սպանում այդ գործիքներից եւ երեխան դուժելու է եւ պրոֆեսիոնալ առումով եւ ի վերջո ենթարկվելու է AI աստիճանը։ Թումոյում ամբողջ նոր ծրագիր է ստեղծել, որ այս ամիս մեկնարկեց Generative AI, որտեղ իսկապես խորը դասավանդում ենք AI-ը եւ արիտներ եք ստեղծում, որ ամեն տեսակի AI գործիքների հետ շփվել եւ ծրագրավորում ամեն AI-ով եւ ստեղծագործական աշխատանքներ, գրաֆիկ դիզայնի կամ վեբ գայքեր ստեղծելու եւ նույնիսկ AI-ներ ստեղծելու։ Դա անում ենք հասկանալով, որ մի 6 ամիս, մի տարի վերջ արդեն հնացած են լինել այդ գործիքները, բայց իրանք արդեն հմտություններ են ցեք բերելու, որ հաջորդը արդեն իրանք ինքնուրույն հայտնաբերեն եւ հասկանան։ Չվախենան AI-ից, իրանք չդիտեն, որ դա կախարդական մի բան է, այլ հասկանան, որ գործիք է, որը պետք է դիրաբետեն։